ունեք երակների լայնացում, իհարկե անպայման պետք է դիմել բժշկին և կատարել դուպլեքս հետազոտություն։ Եվ արդեն բժիշկը համապատասխան բուժում նշանակելուց հետո և ձեր վիճակը երակների կլավանա և անոթները հետագայում խնդիրներ չեն առաջացնի, որովհետև երակի լայնացումը դա բերում է լուրջ խնդիրների, այտուցվածության, անոթների լայնացման և ուզում եմ ասել, եթե ճնշումը մի փոքր էլ բարձր է կամ շաքարային դիաբետ ունեք, ապա ախտահարվում են անոթները, հետագայում դարձնելով այն խիստ խնդիր ձեր օրգանիզմի համար։ Դրա համար պետք է կատարել ֆիզկուլտուրա, պետք է շատ ջուր խմել, պետք է անպայման ստուգել արյան խտությունը, ճնշումը, սրտի աշխատանքը, որովհետև այն կարող է պատճառ դառնալ տրոմբի և իսկ տրոմբը փոխվելով արդեն դուք գիտեք ինսուլտ, որը շատ ծանր հետևանքներ է ունենում։ Դրա համար անպայման պետք է շատ քայլել, շատ ջուր խմել, որովհետև քրտնում եք և ջուրը պակասում է օրգանիզմում, պետք է անպայման կատարել ֆիզկուլտուրա, պետք է պառկելուց, քնելուց, ոտքերը մի փոքր բարձր պահել, այսինքն պատրաստում եք դուք ինքներդ հենց բարձիկ, կոշտ վիճակով, սրբիչը փաթաթելով, ապա ոտքերը բարձր պահելով դուք խնդիր չեք ունենա, արյունը չի շատ կուտակվի արյան անոթներում։ Եվ ամենակարևորը ուզում եմ ասել, որ հաճախակի պետք է աղաջուր օգտագործեք, հենց խիտ աղաջրի մեջ դուք փաթաթում եք ոտքերը մոմլաթով, նույնիսկ գիշերը ամբողջ կարող եք անել, բավականին պակասեցնում է ցավը, անոթների վիճակն է լավացնում, շատ լավացնում է նաև խնձորի քացախը։ Խնձորի քացախը եթե խմում եք մեկ թեյի գթալը 100 գրամ ջրին, ընդ որում մի փոքր կես թեյի գթալ մեղր, որպեսզի այն դարձնեք հիմնային, ստամոքսը խնդիր չառաջացնի։ Իսկ հաճախակի պետք է նաև քացախով թռչոցներ դնել, այն կարելի է դնել գիշերը քնելուց առաջ, քացախաջրի մեջ դուք ավելացնում եք մեր սրբիչը, դնում եք քացախաջրի մեջ և փաթաթում ոտքերին և նաև փաթաթում, ընդ որում քացախաջուրը պետք է լինի այս հարաբերությամբ 100 գրամ քացախաջուրը, ընդ որում խնձորի մաքուր, նույնիսկ ձեր պատրաստված քացախը ավելացնում ենք 2 լիտր ջրի մեջ, թռչում ենք սրբիչը և փաթաթում ոտքերին, ցավը բավականին լավացնում է, եթե կա այնտեղ խնդիր անոթների, մանր անոթների, այն կարող է նույնիսկ թեթև գունաբացել և ձեր վիճակը լավացնել, չթողնել, որ շատ այտուցվի ոտքերը և ցավ առաջանա։ Այնպես որ իմ շատ սիրելի ժողովուրդ, դիմում եք բժշկին, կատարում եք դուպլեքս հետազոտություն, իսկ Դելտա կլինիկը դուպլեքս հետազոտությունը կատարում է ընդամենը 5000 գրամ, կարող եք գալ, օգտվել և ձեր խնդիրը իմանալ, իսկ բժշկի խորհրդատվությունը անվճար ձեզ համար։